1995 թվական, հուլիսի 5, 4-ամյա անկախ Հայաստանն ընդունում է երկրի գլխավոր իրավական փաստաթուղթը, որպես ինքնիշխան պետության վերականգնման, հայրենիքի հզորացման ու սերունդների բարեկեցության երաշխիք։ Սահմանադրությունը դարձավ ամբողջ իրավական համակարգի հիմնասյունը, որից պետք է բխեին մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Ասել է, թե մայր օրենքի ցանկացած փոփոխություն ենթադրում է փոփոխություններ նաև ամբողջ օրենսդրական դաշտում։ Այսպիսով, երկրի հիմնական օրենքը, որը սահմանում է քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ամրագրում հասարակական, պետական ու քաղաքական կարգը, բարձրագույն իրավաբանական ուժ ունի։ Եվ հենց այստեղ է սահմանված, որ Հայաստանում մարդը, նրա արժանապատվությունն ու իրավունքները բարձրագույն արժեքներ են, ուստի անխախտ են։ Որքանով են կյանքի կոչվում սահմանադրության դրույթները, կախված է յուրաքանչյուր քաղաքացուց։ Իրացնում ենք բարձրագույն արժեք լինելու մեր իրավունքը, դառնում ենք այդպիսին։ Նույն կերպ մենք պարտավոր ենք իրացնել նաև իշխանություն լինելու իրավունքը, որի հնարավորությունը մեզ 20 տարի առաջ սահմանադրությունն է տվել, քվեարկությունների, հանրաքվեների և ընտրությունների միջոցով։ Դեկտեմբերի 6-ին համապետական հանրաքվեով մենք ընդունելու կամ մերժելու ենք երկրի գլխավոր իրավական փաստաթղթում կատարված փոփոխությունները, ընտրելով նաև կյանքի այն ուղին ու որակը, որով շարունակելու ենք ապրել։ Չմասնակցելով քվեարկությանը, մենք փաստացի զիջում ենք մեր ու մեր երեխաների ապագան որոշելու հնարավորությունը։ Իրացնենք իշխանություն լինելու մեր իրավունքը։ Մասնակցենք քվեարկությանը։